Միացյալ Նահանգների նախագահի Չինաստան այցից մեկ շաբաթ անց Պեկինում ընդունել են համաշխարհային մեկ այլ գերտերության առաջին դեմքին։ Ռուսաստանի նախագահի առաջին բորտը վայրեջք է կատարել Չինաստանի մայրաքաղաքի Շոուդու օդանավակայանում։ Կարմիր ուղեգորգ, պատվո-պահակախումբ, զինվորական նվագախումբ ու երկրի դրոշները ծածանող տասնյակ պատանիներ։ Օդանավի շարժասանդուղքի մոտ Կրեմլի ղեկավարին դիմավորել է Չինաստանի արտգործնախարարը։ Դիմավորման կարճ արարողությունից հետո Վլադիմիր Պուտինը նստել է Ռուսաստանից բերված Չինաստանի դիվանագիտական համարանիշերով զրահապատ աուրուսն ու մեկնել իրեն հատկացված պետական կեցավայր։ Սա 2026 թվականին Պուտինի առաջին արտասահմանյան այցն է և 25-րդը Չինաստան իր ղեկավարման օրոք։ Վաղ առավոտից սկսվել է գերտերությունների ղեկավարների ու պատվիրակությունների գլխավոր հանդիպումը քաղաքական օրակարգով։ Պեկինի կենտրոնական Տիանանմեն հրապարակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ Հարազատ ընկերների ջերմ ձեռքսեղմումից հետո ամենաբարձր մակարդակով ընդունելության հանդիսավոր արարողություն է անցկացվել կարմիր ուղեգորգով, պատվո-պահակախմբով ու զինվորական նվագախմբով։ Երկու երկրի պատվիրակությունները լիդերների գլխավորությամբ անցկացրել են նեղ, այնուհետև լայն կազմով հանդիպումներ։ Օրակարգում հարցերի լայն շրջանակ է՝ գլոբալ հիմնահարցեր, տնտեսություն, էներգետիկա ու համատեղ մեգանախագծեր։ Թանկագին ընկեր, տեղին կլինի օգտագործել չինական ասացվածքը։ Ինչպես մեզ հայտնի է, Չինաստանում ասում են մեկ օր չենք տեսել, բայց կարծես 3 աշուն է անցել։ Մենք իրոք շատ ուրախ ենք ձեզ տեսնել։ 25 տարի առաջ մեր երկրները ստորագրել են բարիդրացիության, բարեկամության ու գործակցության պայմանագիր։ Սա հիմնարար փաստաթուղթ է, որը Ռուսաստանի և Չինաստանի փոխհարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնում է։ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունների նպատակը երկրների ժողովուրդների բարգավաճումն է։ Ըստ Չինաստանի առաջնորդի կողմերը համատեղ որոշել են հարգանքի հիմամբ հարաբերությունների զարգացման վեկտորը։ Սի Ցզինպինի խոսքով երկրները պետք է ստեղծեն գլոբալ կառավարման ավելի արդար համակարգ։ Աշխարհը շատ անհանգիստ է։ Այժմ համաշխարհային քաոսի պայմաններում միակողմանի գործողությունների և գերիշխանության պատճառած վնասը անհավանական է։ Նման իրավիճակը սպառնում է վերադարձով ջունգլիի օրենքին։ Չինաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կանխատեսելիություն և կայունություն են բերում քաոսային աշխարհին։ Ըստ Ռուսաստանի նախագահի, բանակցությունները եղել են բովանդակալից, իսկ երկխոսությունն անցել է վստահության մթնոլորտում։ Այս նոր դարաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական գործակցությունը ծառայում են որպես ժամանակակից աշխարհում միջպետական հարաբերությունների կայունացման մոդել։ Այն հիմնված է հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու, փոխադարձ աջակցության, բարեկամության և իսկական բարիդրացիության սկզբունքների վրա։ Այս անսասան հիմքերը թույլ են տվել մեր հարաբերություններին հաջողությամբ դիմակայել ուժի և դիմացկունության բազմաթիվ փորձություններին։ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ստորագրել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, բարիդրացիական, բարեկամական ու համագործակցային հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Այնուհետև Ռուսաստանի ու Չինաստանի պատվիրակությունները տարբեր ոլորտում գործակցության 20 փաստաթուղթ են ստորագրել։ 30 տարի մեր հարաբերությունները բարձրացել են նոր բարձունքների, հետևելով ժամանակի թելադրանքին։ Կրեմլի ղեկավարի պնդմամբ Չինաստանն ու Ռուսաստանը միմյանց համար առանցքային առևտրային գործընկերներ են։ Մեր հարաբերություններն ինքնաբավ են, կախված չեն գլոբալ իրավիճակից ու օրինակ են ծառայում, թե ինչպես պետք է կառուցվեն հարաբերությունները երկրների ու ժողովուրդների միջև։ 2025 թվականին մեր առևտրաշրջանառության ծավալը հասել է գրեթե 240 միլիարդ դոլարի։ Փոխվել ու ընդլայնվել է դրա կառուցվածքը։ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը մասնակցել են կրթության ոլորտում ռուս-չինական համագործակցության բացման արարողությանը։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում չինարեն է սովորում ավելի քան 120,000 մարդ։ Ընտանեկան գաղտնիք է բացահայտել Պուտինի խոսնակը։ Դմիտրի Պեսկովն ասել է, որ իր դուստրը խոսել է նախ չինարեն, հետո միայն ռուսերեն, քանի որ երեխայի դայակը Չինաստանի գյուղերից եկած չինուհի է եղել, որն իրենց հետ 4 տարի է անցկացրել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։